Միացյալ Նահանգները սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն արդեն կատարում է Թրամփի հանձնարարականը, հայտնում են լրատվամիջոցները։ CBS-ի տվյալներով 2, այլ լրատվամիջոցների տեղեկություններով 5 տանկեր արդեն հեռացել են նեղուցից։ CBS-ը Rich Star-ի և Օստրիան ավերի մասին է հայտնում, որոնք ըստ լրատվամիջոցի նավթ պետք է տեղափոխեին Չինաստան։ Ավելի վաղ Իրանը սպառնացել էր հակահարված տալ, եթե Միացյալ Նահանգները շրջափակի Հորմուզի նեղուցն ու իրանական նավահանգիստները։ Իրանի զինված ուժերը պատրաստ են հարվածել Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստերին, եթե ամերիկյան ռազմական նավերը խոչընդոտեն Հորմուզով նավերի անցմանը։ Թրամփն էլ իր հերթին սպառնացել է ոչնչացնել իրանական նավերը, որոնք կփորձեն խախտել ծովային շրջափակումը։ Նա պնդում է, որ Իրանը բավարար նավատորմ չունի իրենց հարձակմանը դիմակայելու համար։ Նրանց ամբողջ նավատորմը ջրի տակ է։ Դուք գիտեք, որ 158 նավ անհետացել են, նրանց նավատորմը անհետացել է։ Միացյալ Նահանգների նախագահը չգիտի, թե որքան մեծ է Իրանի ազդեցությունը Հորմուզի նեղուցում։ Զարմանում են ամերիկացի շատ վերլուծաբաններ, կանխատեսելով, որ շրջափակումը Միացյալ Նահանգներին ավելի շուտ կներքաշի կործանարար նոր պատերազմի մեջ, քան կստիպի Թեհրանին հանձնվել։ Միացյալ Նահանգների Սենատի անդամ Քրիս Մերֆին Հորմուզի նեղուցը փակելը աղետալի սխալ և հիմար քայլ է անվանել։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների մասնագետ Ջոն Միրշայմերը իրատեսական չի համարում, որ Միացյալ Նահանգները կկարողանա դիմակայել Իրանի հակահարվածին։ First of all, we have 13 bases. Եկեք իրատես լինենք, նայենք մեր ռազմական իրավիճակին։ Նախ մենք տարածաշրջանում ունենք 13 խոշոր բազա, որոնցից բոլորն էլ կամ ամբողջությամբ ավերված են, կամ լրջորեն վնասված։ Մեր օդուժի կորուստները մեկ օրում ավելի շատ էին, քան որևէ այլ բազայի Վիետնամի պատերազմից ի վեր։ Եվ դա ընդամենը մեկ օդաչուի փրկության համար էր։ Թրամփը միայն մեկ ելք ունի՝ հանձնվել։ Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ամերիկացիները կրկին փորձության ենթարկեն իրենց կամքը, նրանց ավելի մեծ դաս կտան։ Եթե նրանք կռվեն, մենք կկռվենք։ Եթե նրանք տրամաբանական առաջարկ անեն, մենք տրամաբանական պատասխան կտանք։ Չենք տրվի որևէ սպառնալիքի։ Եթե նրանք կրկին փորձեն մեր վճռականությունը, մենք նրանց ավելի մեծ դաս կտանք։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը կարող է փլուզվել ցանկացած պահի, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Չնայած դրան ու Իսլամաբադում իրանա-ամերիկյան 21-ժամյա բանակցությունների տապալմանը, իրանական կողմը կարծում է, որ դիվանագիտությունը սպառված չէ։ Համաձայնության հասնելու ուղիներ դեռ կան, եթե ամերիկյան կառավարությունը հրաժարվի իր տոտալիտարիզմից և հարգի իրանցիների իրավունքները։ Միացյալ Նահանգների դաշնակիցները ոչ միայն չեն շտապում աջակցել Հորմուզի նեղուցը փակելու ԱՄՆ նախագահի որոշմանը, այլև պատրաստվում են համաշխարհային առաջնորդների հավաք անել։ Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետն են որոշել գագաթնաժողով անցկացնել այս շաբաթ։ Մինչ Թրամփը փակում է Հորմուզը, Թեհրանը այն հատող նավերից գումար գանձելու վերաբերյալ նոր օրինագիծ է քննարկում։ Նախագիծն արդեն խորհրդարանում է։ Մենք պարտավոր չենք միայն վճարներ գանձել նավթ ու գազ տեղափոխող նավերից։ Հորմուզով անցնող ցանկացած բեռ և ուղևոր, անգամ տուրիստական նավ պետք է համապատասխան գումար վճարի Իրանին։ Եթե Հորմուզի նեղուցը փակ մնա ևս 3 ամիս ու ավելի, տարածաշրջանի երկրները կբախվեն պարենային անվտանգության լուրջ ռիսկերի հետ, զգուշացրել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ռիսկի խմբում առաջին հերթին Սաուդյան Արաբիան է, որը սննդամթերքի ներմուծման շուրջ 70%-ը իրականացնում է ծովով։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։